Հրապարակ օրաթերթը գրում է Բաքուն անցյալ պահանջներ ունին։ Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները, Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը։ Խոսքը միջազգային հայցերի հետ քաշման եւ սահմանի երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շտապեց աչքալուսանք տալ, թե խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Սկսել են խորհրդակցություններ ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Չնայած ԿՊԱ-ականներից ոմանք երեք այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է։ Բաքուն անցյալ պահանջներ է առաջ քաշել։ Խոսքը սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350,000 ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի Միջանցքի եւ Հայաստանի ռազմական հանցագործներին Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Հրապարակ օրաթերթը գրում է տերոր Գյումրիում ՔՊ-ն ցուցակներ է պահանջում։ Արդեն մի քանի օր է Գյումրիում տեղական իշխանությունները ըստ լուրերի օգտագործելով վարչական լծակները տերոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ։ Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ հիմնարկների մասին է։ Հրանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել, որպեսզի ՔՊ-ն գույքագրի ունեցածը եւ հասկանա, թե ինչ ձեռնարկի չքվեարկողների նկատմամբ։ ՔՊ-ական падգամավոր գյումրեցի Կարեն Սարուխանյանը, սակայն մեծ հետ զրույցում ասաց, հնարավոր չէ, որ ՔՊ-ն նման ցուցակագրումներ եւ ճնշումներ բանեցնի, հաստատ մենք այդ ցուցակների հետ կապ չունենք, այ որ իմանանք ովքեր են նման ցուցակներ պահանջում, մեզ տեղյակ պահեք, որ զբաղվենք, դա ավելի շատ նախկիների գործելավոճն է։